Օր 3 այսօր տեղի ունեցավ նոյեմբերյանի Նասիբյանի անվան հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունքի բացման արարողությունը։ Կովիդից հետո հիվանդանոցը անհրաժեշտություն ունեցավ առանձին մասնաշենք ունենալու եւ ինֆեկցիոն բաժանմունքը հիմնական բաժանմունքներից առանձնացնելու եւ դիմեցին նորից Հայաստան համահայկական հիմնադրամի եւ մեր Ամերիկայի տեղական մարմինը իրականացրեց դրամահավաք եւ կարողացավ հատկացնել միջոցներ առկա շենքի, որը շատ վատ վիճակում էր արդեն վերակառուցման եւ հիմքերի ամրապնդման համար իրականացվեց ծրագիրը եւ այսօր մենք իրականացրեցինք բացումը մասնաշենքի։ Նոյեմբերյանի հիվանդանոցը գիտեմ մի խնդիրներից մեկը այն է, որ սարքավորումներ չունեն եւ այս ռայոնի հիվանդները գնում են կամ Դիլիջան, կամ Երևան եւ տարբեր ռայոններում են բուժվում եւ մենք փորձում ենք այդ բոլոր հարցերը լուծել եւ կարողանում ենք տրամադրել նոր սարքավորումներ, որպեսզի այս ռայոնի հիվանդները չգնան դուրս բուժվեն եւ մնան այստեղ եւ ստանան ամենալավ բուժումը։ Բուժհաստատությունն ընդունեց իր բուժանձնակազմին եւ նրանք շուտով կսկսեն իրենց աշխատանքները։ Առաջ անգամ այցելում նոյեմբերյան ընդհանրապես Տավուշի մարզի այս մասը ու շատ հիացած եմ տեսնելով, որ հիվանդանոցի կողքին ինչպիսի բաժանմունք է կառուցել, նմանատիպ մանկական բաժանմունք անգամ չեմ տեսել Եվրոպայում ու շատ ուրախ եմ տեսնելով, որ որքան օգուտ կարող է տալ ոչ միայն այս տեղանքին, այլ նաև շրջակա գյուղերին, համայնքներին։ Համահայկական հիմնադրամի այս նախաձեռնություններին շատ մեծ ոգևորությամբ եմ հետևում ու շատ մեծ գործ են անում, այսինքն ամեն մի նախաձեռնություն, որ իրենք վերջնում են, նպաստում են թե ինչ որ ուսումնական կրթությանը, թե բժշկական որակի ապահովմանը։ Շատ ուրախ եմ, որ համահայկական հիմնադրամը միշտ մարդու կողքին է ու սատարում է օգնելու, որտեղ որ կարիք կա։ Երախտագիտությունս եմ հայտնում Արմենիա ֆանդին, Հայաստան համահայկական հիմնադրամին, Հայաստանի Հանրապետության կառավարությանը, առողջապահության նախարարությանը, որոնց շնորհիվ կարողացանք այս մասնաշենքը հիմնավերանորոգենք եւ գույքով եւ սարքավորումներով հագեցվի։ Նախկինում ուրեմն մանկական բաժանմունք, ինֆեկցիոն բաժանմունք որպես այդպեսին մենք չունեինք, ինքը ներառված էր թերապևտիկ բաժանմունքի մեջ, այնտեղ մի երկու պալատ ամեն մեկի համար տրամադրված, որ լուրջ խնդիրներ էր առաջացնում։ Խնդիրը ուրեմն ներկայացվելուց հետո Արմենիա ֆանդը հնարավոր եղավ դոնորներ հայթայթել, Հայաստան համահայկական հիմնադրամի միջոցներով որոշվեց շենքը հիմնավերանորոգել, որից հետո կառավարությունը ամբողջությամբ նոր սարքավորումներով գույքով հագեցրեց եւ սա հնարավորություն է տալիս մեզ, որ մենք ավելի բարձրակարգ, ավելի լիարժեք բուժօգնություն տրամադրենք տարածաշրջանի, որ մոտ 28000 բնակիչ ունենք տարածաշրջանում, երեխաներին եւ ինֆեկցիոն հիվանդներին։